Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, մեր պոդկաստային ֆորմատով Լիլիթի հետ Դալաքյան երրորդ թողարկումն ենք սկսում։ Նախ հաղորդումը սկսելուց առաջ ես ուզում եմ ցավակցել մեր լավ ընկեր, գաղափարական ընկեր, քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, ընկերներին, բարեկամներին, հարազատներին եւ հավաքական առումով բոլորիս, որովհետև կորուստը անգնահատելի է, վաղաժամ կորուստ էր սա ցավալի կորուստ էր, իրականում Արմեն Հովհաննիսյանը միշտ աչքի է ընկել իր սկզբունքային դիրքորոշմամբ եւ ցավոք սրտի ունենք այն ինչ ունենք, Աստված միշտ ինչպես ժողովուրդն ասում լավերին է տանում եւ այսօրվա թեմաներին եմ ուզում միանգամից անցում կատարենք Լիլիթ ողջույն Ողջույն, ես միանում եմ ցավակցություններին նույնպես Առաջարկում եմ թեմաներին միանգամից անցնենք ինչ թեմաներ ունենք Մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը գնաց Մոսկվա չլսեց ոչ հանրությանը ոչ մեզ ոչ գուցե սեփական թիմակիցներին ու գնաց Մոսկվա ինչ բերեց Մոսկվայից Լիլիթ ըստ քեզ Նիկոլ Փաշինյանը ինչ ձեռքբերում ունեցանք կամ հակառակը ինչ կորցրեցինք ինչ կարգավիճակում հայտնվեցինք որը շատ կարևոր է Նիկոլ Փաշինյանը բանա չէ սկզբունքային քաղաքական գործչի պատմուճանն ու կոստյումն է հագել եւ Լուկաշենկոին տխրահարճակ նախագահ Բելարուսի Լուկաշենկոին ասաց քանի դեռ ինքը նախագահ է ես նրան այնտեղ դեսպան չունենք նրա հետ չեմ հանդիպի նրան Երևանում չեմ ընդունի բայց կարծես թե Մոսկվայում Նիկոլ Փաշինյանին Պուտինի արարողակարգը կամ ռուսական կողմը կամ հենց Փաշինյանի ցանկությունն է գուցե դա եղել մի խոսքով հայտնվեց Լուկաշենկոյի կողքին էս մարդը տարբեր ռակուրսներով ռուսական կողմը կրկին անգամ նրա լուսանկարները հրապարակեցին օրինակ Չինաստանի նախագահին չի բարևել կամ բարևել է ու այսպես շարունակ առասարակ այդ պատկերը ինչ տվեց մեզ լավ Մենք տարբեր կարտիկներ ենք հիշում ես արտահայտում Փաշինյանի գնալու հետ կապված եւ ես ընդունում եմ քննադատությունները, որովհետեւ հասկանում եմ հայ ժողովրդի բացասական վերաբերմունքը այսօրվա Ռուսաստանի ղեկավարության հանդեպ։ Ես խոսել եմ, որ մայիսի 9-ը սեփականորոշել են այսօր եւ փորձում են Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ պայքարը ներկայացնել որպես նացիզմի դեմ պայքար եւ այդտեղ տեխնիկա անցավ, որը Մարիուպոլում մասնակցել էր այսպես ասած որոշ գործողությունների եւ պարզ է, որ հայ հասարակության կողմից դա չի ընկալվել։ Իմ տեսակետը այն էր, որ եթե Ալիևը գնում է, մենք որևէ մեկս չենք կարող մտածել, ես նույնպես, որ Ալիևը կարող է վերջի պահին որոշել չգնալ, իհարկե դա Վլադիմիր Պուտինը շատ հանգիստ է ընդունում, հատկապես խոսում են, որ նոր խմբականակ է զենքի վաճառում Ադրբեջանին, չնայած որ Հայաստանի արժեվ պարտավորությունները չի կատարում, գումարն էլ չի վերադարձնում։ Բայց երկու դեպք տեղի ունեցավ։ Նախ մենք մամուլից տեղեկացանք, որ ադրբեջանցիները պետք է անցնեն հրապարակով, նույնիսկ Պապիկյանին հարց ուղղեցին, սկզբում չպատասխանեց, երկու հանգամանք, մեկը Ալիևի չգնալը, մեկը սա, որը իհարկե ավելի բացասական դարձրեց գնալը։ Մենք խոսել էինք, միտքը դու էլ տվեցի, շատ ճիշտ, որ գոնե գերիների հարցով կարելի էր ինչ-որ մի բանի հասնել, բայց եթե Ալիևը չէր մասնակցում, արդեն դա էլ էր անհնար։ Պարզ է, Փաշինյանը վերջի 1 օրում չէր կարող իմ կարծիքով ինչ-որ բան հորինել, մանավանդ որ 1 օր առաջ հայտարարել էր, որ գնալու է արդեն Ալիևի հրաժարվելուց հետո եւ ես նշեցի որ Ուկրաինայի ժողովրդին առանձին գոնե պետք է շնորհավորի նացիզմի դեմ պայքարի հաղթանակի համար գոնե մեղմելու համար այն ինչ տեղի ունեցավ գիտես դրականը եթե կարելի է այսպես ասել այն է որ Փաշինյանը իրեն այդտեղ լավ չէր զգում եւ այստեղ դիսկոմֆորտ էր զգում դա լավ է խոսում Փաշինյանի մասին իհարկե բայց Հայաստանի հետ կապված ես կարծում եմ մեր եվրոպացի եւ ամերիկացի գործընկերները արդեն վաղուց հասկացել են որ Փաշինյանը չի ուզում սրել հարաբերությունները Պուտինի հետ, արդյոք ճիշտ է թե ոչ դա խոսենք։ Օրինակ, ինչի։ Ես իշխանական շրջանակներից ասեմ, որ ազդակներ եմ ստանում, որ դե գիտեք ինչ Եվրոմիության անդամակցության այդ նախաձեռնությունը քաղաքացիական, որ եկավ ազգային ժողով եւ ընդունեցինք, բա դե տեսեք ընդունել ենք Եվրոպայից ազդակներ չկան, օրինակ, այսպիսի պատճառաբանություն կա։ Հաջորդը ասում են դե
Գիտեք ինչ, դուք չեք տեսնում ԵԱՏՄ-ի հետ մեր կապերը, մեր բիզնեսի կապերը, բա դուք դրա մասին չեք մտածում, էներգետիկայի ոլորտը, դուք տեսեք ռուսական գազը, բա որ պարսիկներին զանգեն ասեն գազը մի վաճառեք, անգամ այսպիսի տեսակետներ կա, ունեք արժանահավատ են սրանք, արժի իշխանությունների այս լոլոները, ես լոլո եմ սա բնութագրում, այս լոլոները բերենք եւ հիմք ընդունենք, արժի սա հիմք ընդունել կամ արդյոք սա ճիշտ գործել է ոչ, հենց նույնս եվրոպական թևի կողմից նաև, որովհետև գիտեք, ինչ որ առումով իշխանությունը եթե այդպիսի հայտարարություն անում, որ Եվրոպայից ազդակներ չկան եւ օրենքն ընդունել ենք Եվրոպան մեզ բանի տեղ չի դնում կոպիտ ասած, այստեղ պետք է հասկանանք, իրոք դա այդպես է, օրինակ եվրոպացի դեսպանների հետ պետք է շփվել, հաճախակի, սուր հարցեր ուղղել, կաշկանդող հարցեր ինչու ոչ ուղղել, գուցե մարդիկ այլ տեսակետ ունեն, այլ առաջարկ եւ պահանջ ունեն Հայաստանի Հանրապետությունից, որը իշխանությունը չի ուզում բավարարի, կամ հակառակը։ Հիմա մենք պետք է հասկանանք եւ հանրությանը հաշվետու լինենք, թե ինչա հարաբերություններում տեղի ունենում, թե շարունակելու ենք ԵԱՏՄ փուչիկի ներքո Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անընդհատ ահաբեկել, որտեղ տեսեք ԵԱՏՄ-ում շրջանառությունը, ապրանքաշրջանառությունը մեծ է, բիզնեսը կապեր ունի։ Իսկ ինչի ունի այդ բիզնեսը կապեր օրինակ։ Դե ես դրա հիմնավորում իրանք ասում են ԵԱՏՄ, այո կապեր ունի, բայց ինչի համար։ Մեկը տվել է այդ հարցը, որովհետև ներողություն էլի յուրաքանչյուր բիզնեսմենի համար էլ հաճելի է, նպաստավոր պայմաններ է ստեղծվել, անորակ ապրանքը, առանց տեխնոլոգիաներ ներգրավելու, առանց ապրանքի որակը բարձրացնելու, էժան աշխատուժով ստանալ մի որևէ պրոդուկտ, անունը դնել հայկական կոնյակ օրինակի համար, բայց դրա մեջ կոնյակի սպիրտի պարունակությունը չգիտեմ քանի տոկոս լինի կամ չլինի, արտահանել ԵԱՏՄ շուկա, ռուսական այդ անորակ շուկայում դա իրացնել։ Բիզնեսի համար սա փայլուն նպաստավոր դաշտ է, որպեսզի ինքը աճի, զարգանա եւ կապերը ել ավելի խորացնի, դրա վառ ապացույցն է նաեւ վիճակագրական տվյալները։ Հիմա այդ ԵԱՏՄ-ի մասին որ խոսում են ներողություն էլի ԵԱՏՄ-ն Հայաստանի Հանրապետության եւ առավել եւս հավաքական առումով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ բերել կապել նրանց կենսական շահերի հետ կապել դա այդքան էլ ազնիվ չի առնվազն, հա, եթե ասում եք ԵԱՏՄ, բարի եղեք ասեք ԵԱՏՄ չի կամ ԵԱՏՄ շահեր չի, գրպանային օլիգարխների կամ խոշոր սեփականատերերի շահերն է կամ եթե այդ տրամաբանությամբ ենք շարժվում Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը արտաքին որոշող 50 ընտանիքի շահերի մասին են իրենք խոսում։ Եթե ԵԱՏՄ-ն է հիմքում դրվում եւ ԵԱՏՄ-ի շահառուները այդ 50 օլիգարխիկ շրջանակներն են, ընտանիքներն են, ապա դա է դուրս գալիս, որ այդ 50 ընտանիքը կարողանում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական կողմնորոշման վրա զգալի ազդեցություն ունենա։ Ինչ կարծիք ունես դու։ Երկու մասի կբաժանեմ, առաջինը դե սանկցիոն շուկա ենք մենք հիմա հանդիսանում Ռուսաստանի համար, այսինքն սանկցիաները շրջանցելու շուկա, երկրորդային շուկա եւ օրինակ նույն ոսկու առևտրի հետ կապված տարբեր ասեկոսեներ կան, թե այդ գումարը ուր է գնում, ում գրպանն է գնում։ Պատկերացնում ես մենք ավելի շատ ոսկի ենք արտանել անցած տարի, քան Հարավաֆրիկյան Հանրապետությունն է։ Պարզե որ մենք այդքան ոսկի չունեինք եւ ես դրա մասին խոսել եմ, The Insider-ներ հոդված է հրապարակել, արևմուտքում դա գիտեն, չէ՞։ Մենք հո այս շուստրությամբ չենք կարող բոլորին խաբել։ Կարող է այնպես է ստացվում, որ մենք վայիս ենք լինում այդ մարդկանց հացին։ Հիմա որտեվ այսպիսի տեսակետներ դե հացը կարելի է վաստակել մաքուր, մեր բիզնեսը չեք ուզում զարգանա, գումարներ չեք ուզում, որ այս երկիրը մտնի, այ դու կապիկարներ, կարող է այսպիսի արձագանք ստանաս։ Եթե երկիր է մտնում գումարը, լավ, չնայած մենք անօրինական ճանապարհ, այո, բայց եթե գրպան է մտնում, ոչ, սա մեկ, երկրորդը, գիտես, մենք պետք է հասկանանք, որ ԵԱՏՄ-ն դա տնտեսական միություն չի, դա ռազմական միջոց է, նույնիսկ ես կասեի, քաղաքական միջոց է։ Մահակ է, փակվում է վերին լարսը, ծիրանը փչանում է, պոմիդորի մեջ ворտ կա, բժնին, չգիտեմ, ջերմուկը մեկնդեղ կա, այսինքն սա մեզ համար տնտեսական միության հարց չի, որ Փաշինյանը որ ասում է մի խառնեք ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, ոչ, սա տնտեսական միություն չի, սա ռազմաքաղաքական միջոց է Հայաստանի վրա, նախ առաջինը ներքաղաքական իրավիճակը լարելու, սոցիալական դժգոհություններ առաջացնելու, եւ երկրորդը հայ արտադրողներին, արտահանողներին անընդհատ վախի մեջ պահելու, ինչ է ասում Պեսկովը անընդհատ, այ մենք ձեր ասպուրք հայերին այստեղից Ռուսաստանի հայերին դուրս կհանենք, ել չեն կարող գումար ուղարկել, այ էլ պոմիդոր չեք կարող բերել, կպարզվի որ մեջը մի բան կա, այսինքն սա առևտրի մասին չի։ Զուգահեռ իրականության մեջ, քանի որ այդ
զուգահեռ իրականության մեջ օրինակ ԵԱՏՄ շուկայում ազատ աշխատուժի մասին կետ կա եւ շարունակաբար օրինակ հայ վարորդները Ռուսաստանի Դաշնությունում ապրող սա կփաստ են միջև որս էլ այդ մարդիկ այդ խնդրի առաջ կանգնած են որ հայկական վարորդական իրավունքով նրանք չեն կարողանում աշխատել այ օրինակ եթե սա տնտեսական միություն է եւ այդտեղ կա կոնկրետ կետ ազատ աշխատուժի մասին օրինակ եկեք մի հատ համեմատություն անենք էլի Գերմանիայի քաղաքացին պատկերացրեք որ Բելգիայում կամ չգիտեմ Ֆրանսիայում բախվի այսպիսի խնդրի նոնսենս է իրականում կամ միասնական գազային շուկայի մասին ես անընդհատ ինչքան Փաշինյանը գնում այդ նիստերին բարձրաձայնում է 3 անգամ ավելի հաճախակի ես այդ հարցը դնելու եմ իր առաջ որ ի՞նչ է նշանակում ամեն նիստին բարձրագույն խորհրդի ԵԱՏՄ գնալ ու խոսել միասնական էներգետիկ շուկայի եւ գազային շուկայի մասին ու ինչ Այստեղ մի խնդիր էլ կա դուք պատկերացնում եք օրինակ Հունգարիան չէ կամ նույն Սլովակիան այսօր հակառակվում են Եվրամիության այն էլ ինչ հարցով չէ բայց դուք լսել եք մեկը ասի մենք Հունգարիայի ապրանքները էլ չենք ընդունի մենք որևէ քայլ չենք անում մեկ կարող է ինքնիշխան ենք ուզում Երևան միանգամից խաղալ միանգամից սպառնում են դուք երբևիցե լսել եք ԱՄՆ-ն մեր հայրենակիցների սպառնա ասի մենք կվտարենք դուք հապ կանթամ եք մեր թշնամի Ռուսաստանի դաշնակիցն եք այսինքն այս երկիրը օգտագործում այդ շուկան, ամեն ինչը, նույնիսկ մշակութային հարաբերություն, ռուսկի դոմը, որ այստեղ իբրև թե մշակույթով է զբաղված, Հայաստանի ինքնիշխանությունը թույլատնելու նպատակով։ Այսինքն մենք նախ պետք է խոսենք, արդյոք մեզ պետք է որակով ապրանք, արդյոք մեզ պետք է ավելի մեծ շուկա, քան ԵԱՏՄ-ինն է, եվրոպական շուկան ավելի մեծ է, արդյոք մեզ պետք է ավելի լավ որակով, նույնիսկ գումար ավելի շատ կաշխատեն մեր արտահանողները, թե հայտնվեն այդ շուկայում, չէ՞։ Դե արտահանողն էլ ինչ է տեսնում, որովհետեւ իշխանությունը շարունակում է ԵԱՏՄ-ի հետ խորը սիրախաղի մեջ մնալ, առնվազն մոտ ապագայում հեռանկար չկա, որ մենք դուրս կգանք ԵԱՏՄ-ից, այդ մարդիկ էլ ինչ ա եղել, անորակ ապրանքը արտադրում են, արտահանում են ռուսական շուկա, հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին, այլ ապրանքների շրջանառությամբ եւ վերավաճառքով կամ Իսկ եթե այդ սանկցիաները հանեն, մենք ունենալու ենք տնտեսական աճ։ Փուչիկն է պայթելու։ Ինձ թվում է այդ ժամանակ կլինի։ Այդ փուչիկը ես որ ներկայացնում են այդ 10 միլիարդ, 12 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառությունը իբրև լրջագույն ձեռքբերում, դա փուչիկ է, իրականում այդտեղ էլ պետք չի խաբել, էլի իրականության հետ պետք է առերեսվել, ինչա ռուսները չեն նկատում կամ չեն տեսնում, որ դա փուչիկ է, չգիտեն, որ դա փուչիկ է, եվրոպացիները չգիտեն, մենք չգիտենք, այդում են Հիմարի դերդերում անուշադրի ապուշի այո։ Հիմա երկրորդ հարցին անդրադառնանք, իսկ ո՞րն է այլընտրանքով զբաղվողները, ինչով են զբաղված։ Եկեք խոսենք օրինակ, որ ասում են Եվրոպայի ճանապարհն են ընտրել, վերջերս վիզայի ազատականացումից են խոսում։ Դուք Facebook-ում շատ ճիշտ գրել եք, որ դարակում են կարծես պահել այդ ստորագրել են եւ դրել են դարակում Եվրոպա գնալու իրենց քաղաքականությունը, այսպես ասած, մենք ազդակներ չունենք, մեզ չեն սպասում։ ԿՊ-ի ներսում ասում են մեզ չեն սպասում։ Մենք հարձակվում ենք Նիկոլ Փաշինյանի վրա, բայց արանքում կա քաղհասարակություն, որը սեփականաշնորհել է Եվրոպա իբրև թե գնալու ճանապարհը, ծնունդանշում, կնունքանշում, գալիս են ազգային ժողովի հայտարարություն անում, մենք ուզում ենք հաջորդ մեր ծնունդը այնտեղ նշել, բայց որևէ հաշվետվություն չեն տալիս հասարակությանը։ Ես օրինակ տեղյակ չեմ, ինչ փուլում է գտնվում ՍԵՊԱ-ի համաձայնագիրը։ Ինչն է կատարված, ինչը կատարված չի, որքան ժամանակ է մեզ պահանջվելու, որպեսզի մենք հասնենք ինչ-որ չափանիշների։ Մարդիկ կան աշխատել են, հիմա դուրս են եկել, ես շատերի հետ շփման մեջ եմ, ասում են որևէ բան էլ արված չի։ Դա փուչիկ է, դա ընդհանրապես փուչիկ է քաղաքական դիվիդենդներ շահելու նպատակով։ Մի անգամ կհիշես, եթե չեմ սխալվում, մեր առաջին թողարկման ժամանակ ես ասեցի, չէ՞, քանի դեռ ՍԵՊԱ-ն եւ իրականում իմ ասածի մեջ նաեւ կա տրամաբանություն, որ քանի դեռ ՍԵՊԱ-ն ամբողջությամբ իրականացված չէ, քանի դեռ Հայաստան, Եվրամիություն հարաբերությունները այս մշուշով են պատված, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում կա այդ ուղղությամբ կատարելու քայլեր եւ աշխատանք, կա շրջանակ, որ դրա վրա այդ կրակի վրա ձեռքերը տաքացնում են։
Մնում է հասկանալ Եվրամիության ներկայացուցիչները տեղյակ են, թե իրենց էլ է ձեռնտու, որ այսպիսի իրավիճակ լինի։ Արդյոք Նիկոլ Փաշինյանն է տեղյակ, ինչ է կատարվում։ Գիտես, բոլոր սա փոքր երկիր է, բոլորս էլ գիտեն, գրանտերի համար իրար կոկորդ է, պետք չի պատռել, պետք չի զբաղվել բամբասանքով, քար շպրտելով մեկը մյուսի վրա, կամ փեշի տակ պահել Եվրամիության դեսպանին, որ ոչ մեկ չմոտենա։ Սա հարցեր են, որ մենք պիտի իմանանք այդ հարցերի պատասխանը։ Քանի տարի սեպայից եք խոսում, սեպա պլյուս, սեպա Ինչ է կատարված, ինչը ոչ, ինչու կատարված չի։ Նիկոլ Փաշինյանը այդտեղ մեղք ունի, թե ոչ։ Եվրոպան է մեղավոր, որ մենք չենք մոտենում իրենց։ Այսինքն ամեն օր խոսում են Եվրոքվեից, ստորագրություն հավաքեցին։ Իդեպ ժողովուրդը արդեն չի վստահում այս process-ին։ Այդ process-ի մասնակիցներից եւ նախաձեռնող խմբի անդամներից մեկն էլ ես եմ։ Սկզբում ես Հիմա կա մի իրավիճակ, որ մարդիկ սկսել են ավելի շատ փողոցում, դրսում տեսնելուց հարցնել լավ դուք արեցիք, նախաձեռնեցիք, մենք եկանք ստորագրեցինք, հարցը մտավ ազգային ժողովն ընդունեց։ Ու հետո այդ հետոն պետք է հասկանալ, ու ամենայն անկեղծությամբ պետք է հասկանալ, ու ամենայն անկեղծությամբ հանրությանը նաև հասկացնել, թե ինչա տեղի ունենում, օրինակ, գուցե եվրոպացիների կողմից ազդակներ իրոք չկա։ Գուցե հակառակը Հայաստանի Հանրապետության իշխանությունները մտադիր են ԵԱՏՄ-ի հետ եւս մի քանի տարվա խորը սիրախաղի մեջ մնալ։ Ով պիտի դա իմանա։ Ով պիտի դա բացատրի, բացահայտի, փորփրի, քննություն իրականացնի, ել եմ ասում, կնճռոտ հարցեր բարձրացնի կողմերի առաջ, քաղաքասարակությունը, որը զբաղվում է այդ հարցով, մենք էլ ենք քաղաքասարակություն, բայց տեղեկացված չենք, դա մշուշով պատել են, մենք ոչինչից տեղյակ չենք։ Բացի կենացներից ինչ է կատարվել, եւ շատերը դրա համար էլ Եվրոդաշինքը Գյումրիում այդպիսի գնահատականի արժանացավ, որը մեկը չհասկացավ ինչ է կատարվում։ Այդ ուժերները ներսում է իրաց մեջ վստահություն չունեն, եկեք ճիշտը խոսենք, չէ՞, այսինքն իրար չեն վստահում եւ Եվրոպա գաղափարը ինքը վարկաբեկվում է արդեն։ Չեմ վստահում։ Ես թե խոսակցությունն այդ ուղղությամբ գնաց, այս ուժերը նաև առանձին դեպքերում մեկը մեկի ուղղությամբ քարեր է գլորում։ Օրինակ Երևանի քաղաքապետարանի այն իրավիճակը, որ կա, փորձում են ներկայացնել իբրև հայտնի բլոգերի ձեռքբերում, այն դեպքում, որ այնտեղ կա մի հատ ուժ, ես դա միշտ եմ ասում, որ սեփական կուսակցության ռեյտինգը դնելով հարվածի տակ, սեփական անձի հեղինակությունը դնելով հարվածի տակ, գնացել է ԿՊ-ի հետ կոալիցիոն համաձայնագրի, դա Հանրապետություն կուսակցությունն է։ Հանուն արդարության, դա պիտի արձանագրել, որ Երևան քաղաքում կոալիցիա կազմելով Հանրապետություն կուսակցությունը ԿՊ-ի հետ լրջագույն ձայների անկում է ունեցել։ Սեփական հեղինակության ուղղությամբ լրջագույն հարվածներ ա եղել, թիրախավորվել է, բայց ինչի, որ թույլ չտա Երևանում կոնսենսուս մինուս քաղաքացիական պայմանագիր իրավիճակ, իդեմս ռուսական ծիրում գործող ուժերի, Անդրանիկ Թևանյանների, այն Կարքին Հայկոների, ու այդպես շարունակ։ Դա թույլ չտալու համար գնացել են, ու այնտեղ ուժ կա, ներկայացուցիչ կա, որ ասում է, թե սա այն իրավիճակը, որ կա այստեղ, դա Վարդան Ղուկասյանի բանն է, հոնորարն է, արդյունքն է։ Մի հատ էլ կանչեք, բերեք ճակատը պաչենք։ Գյումրիի մասին չի խոսում, եղբայր Գյումրիից խոսա։ Ինչի այդպես եղավ։ Ինչն էր պատճառը։ Գուցե սպეციფიկ շրջանում ապրող մեր հայրենակիցների հետ ուղիղ առնչություն չունեցող հարցեր բարձրացնելն է եղել պատճառը եւ Վարդան Ղուկասյանն էլ Գյումրվա լրջագույնս օգտագործել է դա եւ մի քանի հայտարարություններով ուղղակի ցեխաշպրտել է ուղղությամբ ու արդյունք է գրանցել։ Այս էլ մենք իրականում մեր ներսում այս հարցերը պիտի քննարկենք ու անկաշկանդ քննարկենք առանց մեկս մեկին նեղացնելու, առանց մեկս մեկի անձնական դաշտ ու տիրույթ մտնելու, առանց անձնավորելու երկրի համար։ Ապրիլի 5-ից անցել է արդեն 1 տարի, ավել։ Մենք շուկով նշեցինք ապրիլի 5-ը, վերջ, սա մենք գնացինք Եվրոպա, դառանք ՆԱՏՕ-ի անդամ, գումարներ ստացանք, չէ՞, այդպիսի ուժեր կային։ Ինչ եղավ ապրիլի 5-ի հետ։ Ինչ կատարվեց, որ ոլորտը դիվերսիֆիկացվեց։ Խոսքը շաքարով ժողովրդական լեզվով ասած կտրեմ։ ՆԱՏՕ գնալը չգիտեմ, բայց մարդիկ կային, որ եւ կա միջև այսօր էլ կան ու շարունակում են պնդել, որ
Եվրոպան եւ Եվրամիությունը ապագայի Արցախի Լեռնային Ղարաբաղը ազատագրելու է դա։ Դե լավ էլի հիմարությունը չափ ու սահման պիտի ունենա։ Լավ կարելի է հանրությանը այս աստիճանի մոլորեցնել։ Իմ խնդիրը ես ուժերի հետ առհասարակ այդպիսի նմանատիպ ուժերի հետ առանց անուններ նշելու կհասկանան, եթե հուզվեն պաղջուր կնստեն կհանգստանան, եթե չէ ստիպված կլինեմ անուններ տալ։ Իմ խնդիրը հանրությանը պարզ ներկայացնելն է, այն ինչ ունենք։ Եվրամիության ճանապարհը բարդ է լինելու, դժվար է լինելու, փշոտ է լինելու, այո։ Երբեք մի թաքցրեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից դա։ Պետք է ընտրել այդ ճանապարհը եւ գնալ այդ ճանապարհով։ Միանշանակ այո, որտեղ դա փրկողակ է մեզ համար։ Այլ ճանապարհ չկա։ Ու պիտի հանրությանը պատրաստ ես, որպեսզի արձագանքները շոկային չլինի, որպեսզի ԵԱՏՄ մահակը երբ որ մեր գլխին հարվածի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պատրաստ լինեն դրան։ Ոչ թե Լեռնային Ղարաբաղի 100-120 հազար մեր հայրենակիցների, քույրերի, եղբայրների էմոցիաների վրա այն քոչարյանական խմբակից օրինակ վերցնելով մի հատ էլ էս հատվածը սկսի էմոցիաների վրա խաղալ ու չգիտեմ Եվրոպայով Արցախ ազատագրել։ Եվ գիտեք վտանգը որն է, որ հենց քոչայանական ուժերը հիմա ավելի շատ են սա խոսում սրա մասին, որ ուր է ձեր Եվրոպան, ինչ է կարել, այսինքն սա հակառակ process-ին է տանում, մարդիկ հիասթափված են։ Եկեք զբաղվում եք, չէ՞ դրանով, ասեք ժողովուրդ, մեզ կպահանջվի 1 տարի, օրինակ էներգետիկ դիվերսիֆիկացման համար կպահանջվի 20 տարի տնտեսական դիվերսիֆիկացիա, որ մարդիկ քո ասացի պես տեղյակ լինեն, ինչ է սպասում, եւ նույնիսկ եթե ցուրտում 8 տարիներ սկսվեն, մենք պատրաստ ենք, բայց մենք տեղյակ չենք։ Մի կողմը ասում է մեզ չեն սպասում, մյուս կողմը անդադ գրում է մենք գնում ենք դեպի Հյուսիսատլանտյան դաշինք, հեքիաթներով եք սնում այս ժողովրդին, մեզ էլ ասում եք եկեք ձեր կարծիքը արտահայտեք։ Մենք տեղյակ չենք, ինչ արտահայտենք։ Սեփականաշնորհել եք դաշտը, իրար կրկնում եմ կոկորդ եք պատրումով հարկաբեկում եք մեկը մյուսի տաշկին մի քանի գրանտ ավել ստանալու համար, ժողովուրդը ընդհանրապես հեռու է ամեն ինչից։ Դուք կենաց եք խմում, շնորհավորում եք, անցնում է։ Այդ ժողովուրդը տեղյակ չի։ Շատերը հիասթափված են։ Էնպես որ այս թեման այսպես եզրակացնելով կարող ենք ասել, որ սա Հայաստանի համար շատ կարևոր թեմա է, որովհետև մի հատված ասում է Նիկոլ Փաշինյանը դավաճանա, չի գնում Եվրոպայի, դե Փաշինյանն էլ թող հասկանանք, ինքը կողմա, որ այսպեսի մարդիկ ղեկավարեն այս ուղղությունը, որոնցից որը մեկը բան չի հասկանում, իրան ձեռնտու է թե ոչ։ Մյուս հատվածն ասում է Նիկոլ ուզում է գնա, Եվրոպան մեզ չի սպասում, մենք էլ արանքում սուրճի բաժակ ենք նայում հասկանալու համար ինչ է կատարվել, օրինակ 1 տարում որևէ հաշվետվություն չկա, ապրիլի 5-ը անցավ։ Այդ գումարները ինչի վրա ծախսվեցին, խոսում էին էներգետիկ անվտանգության, մոդուլային ատոմականից էին խոսում, չէ՞։ Խոսում էին բիզնես միջավայրի բարելավումից, ինչի ենք հասել, ոչ մի բանի, բացի կենացներ ասելու, եւ սա շատ վատ տեղ է տանում իմ կարծիքով։ Փաշինյանը կարծում եմ շարունակում է իր տեսակետը պնդել, որ դե մենք կմոտենանք Եվրոպային այնքան, որքան Եվրոպան ավելի իրավիճակը լղոզող հայտարարություն մտածել, կարծում եմ դժվար թե կարելի էր, էլի։ Փաշինյանը շարունակում է իր տեսակետը եւ իշխանական շրջանակն այո, դա թմբկահարել եւ ասել մեր վարչապետը հայտարարել է, որ մենք կմոտենանք Եվրոպային այնքան, որքան Եվրոպան թույլ կտա դա եւ ժողովրդական լեզվով ասած տորմուզ կգնանք ԵԱՏՄ ադամանտ կբերենք, կտանենք, կծախենք, լավ կլինի ժողովուրդ ջան, հələ համբերեք, մենք օրենքն ընդունեցինք, բայց եվրոպացիները, այդ ապիկար եվրոպացիները ձայն չեն հանում, բայց լավ, չկանչենք օրինակ առանցքային անդամ պետության դեսպաններին, հենց հատկապես նախաձեռնող խումբը սա պիտի անի, ու հարցեր ուղենք, մեր իշխանություններն ընդունել են, հարգելիներս սա, Եվրոպան ինչ է ակնկալում մեզանից, կարող է ակնկալում է, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես պիտի դիմի անդամ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, տեսականորեն կարող է, չէ՞։ Կամ միանգամից դուրս գա ԵՏՄ-ից, որ Կայա Կալոսը շատ կոպիտ է միշտ այդ հարցերում, կարող է ասում եմ դուրս եկեք հենց հիմա ԵՏՄ-ից, բայց չգիտենք ինչ է կատարվում։ ԵՏՄ-ից դուրս գալու մասին խոսում ես, ընկնում են ցուկցվանգի մեջ, ոգե ցնցվածքի մեջ են ընկնում, ինչ ԵՏՄ-ից դուրս գալու, բա դուք ոնց եք պատկերացնում։ Լավ, ամեն դեպքում այս թեման կարծում եմ դեռ շատ խոսվի։ Հաջորդը ես առաջարկում եմ
Վիզաների ազատականացումից ինչ կա, լավ, այդ քննարկումները գնաց, կարծես թե ներքին գործերի նախարարությունը սկսել է Այո, բիոմետրիկ գործընթաց, այո։ անձնագրերի ձևաչափով այդ աշխատանքների մեկնարկը այդ ուղղությամբ մեզ հույսեր գոնե թե տալիս են։ Դե եթե միակ չեմ սխալվում։ ձեռքբերում է սկզբում խոսեցինք ու տեսնենք ինչ կլինի, հենց սրա մասին է խոսքը։ Իդեպ Վրաստանն էլ դա արեց, բայց հետո շեղվեց ճանապարհից, հիմա հետ է գնացել։ Ես հուսով եմ մենք էլ այդ փուլում չենք լինի, որ ասենք Եվրոպան պահանջներ դնի մեր առաջ, օրինակ նույն Ռուսաստանի հետ կապած, հատկապես սրվում են Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները, չէ՞։ Կարող է արդեն Կայա Կալոսը, որ ավելի կոպիտ դիրքորոշում է, չէ՞, նույն մայիսի 9-ին մասնակցելու վերաբերյալ երբևիցե այդպիսի բան չէր ասել Եվրամիությունը, բայց հիմա կարող է մեզ ասել կողմնորոշվեք, բա որ այդ ժամանակը գա, մենք ինչ ենք անելու, պիտի ասենք դիվերսիֆիկացում ենք, կամ ասում են չենք ընդունում ձեր դիվերսիֆիկացումը, կամ գալիս եք ձախ, կամ մնում եք Ռուսաստանի հետ։ Դիվերսիֆիկացում, հիմա այդպես չեն ասում, հիմա ասում են բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն ու դա Սերժ Սարգսյանական եւի քաղաքականության նոր փաթեթավորումն է։ Փորձում են վաճառել Հայաստանի։ Գիտեք, երբ կարող ենք բալանսավորված քաղաքականություն վարել, եթե մենք մեր ենթակառուցվածքների տերն ենք, եթե մեզ չեն կարող վախեցնել գազը անջատելով, լույսը անջատելով։ Հենց դրա համար ենք ասում, ինչ եք արել ապրիլի 5-ից հետո։ Դրանից հետո բալանսավորված արեք, ոչ մեկ չի ասում թշնամիներ փնտրեք, բայց եթե դու էլի կախված ես մի կետից, ջան, մենք մայիսի 9-ին, որ ասում ենք Փաշինյանին մի գնա։ Գիտեք, այս տեսակետն էլ եմ ես նկատել դաշտում, որ այ դուք ինչ եք ասում, բա Ռուսաստանի հետ ով է ասել Ռուսաստանի հետ հարաբերությունները խզեք։ Մեզանից մեկը այդպիսի բան ասել է, օրինակ ես ավելի նորմալ եւ կընդունեի այն փաստը, որ Փաշինյանը մայիսի 13-ին պայմանական գնար Ռուսաստանի Դաշնություն եւ երկկողմ հանդիպում ունենար Վլադիմիր Պուտինի հետ տետ-ա-տետ եւ քո ասած հարցերը դներ Վլադիմիր Պուտինի առաջ պատասխաններ պահանջեր եւ շփվեր առնվազն երկկողմ ձևաչափով կան այդ մայիսի 9-ի միջոցառման մասնակցություն։ Լավ, ինչ տվեց մեզ մի բան։ Բացի խայտարակությունից, բացի նսեմանալուց, բացի մի ամբողջ ժողովրդի, չգիտեմ, ամոթ առաջացնելուց, ինչ տվեց դա, լավ։ հա, ոչ մի հարց էլ Այնտեղ Փաշինյանի չբարձրացվեց։ անձը չի, էլի ասենք Փաշինյանը, հա, իր գլխարկը դրել գնացել էր այնտեղ Պուտինի հետ փաթաթվեց, Լուկաշենկոյի կողքն։ Լավ կարելի էր, չէ՞, գոնե սկզբունքային դիրքորոշում ворթեգրել, ինչքան էլ ուզում է արարողակարգը Վլադիմիր Պուտինի այդպես որոշած լինի։ Կանգնելու ասել ես Լուկաշենկոյի կողքը չեմ նստում։ Ես Լուկաշենկոյի կողքը չեմ նստում։ Տոկաևին կանչել ասել եղբայր արի տեղափոխվենք, հա։ Գոնե տեղերով փոխվենք։ Կարելի էր օրինակի համար, ոչ թե գնալ Լուկաշենկոյի կողքը նստել, ձեռի հետ էլ ասես փսփսալ, էլի խոսալ, շփվել։ Չգիտեմ, խայտարակություն է։ Ռուս-ուկրաինական ճակատից ինչ կա Լիլիթ։ Ռուս-ուկրաինական ճակատում երեք Վլադիմիր Պուտինը գիշերը ավետեցվեց, որ ինքը կրկին բանակցությունների համաձայն է, բայց ոչ հրադադարի։ Այսինքն, ինչ արևմուտքի տեսակետը որն է, եկեք հրադադար հաստատենք, նոր գնանք բանակցությունների։ Պուտինը ասում է ոչ մի հրադադար, միանգամից ուղիղ բանակցություններ։ Եվ ժամն էլ ճիշտ էր ընտրված, հատուկ prime time-ի ժամն էր Դոնալդ Տրամփի, որ մեսեջը ուղղված էր Տրամփին։ Տեսեք, հիմա եւ Զելենսկին եւ Վլադիմիր Պուտինը Տրամփի համար են աշխատում։ Իդեպ որ ասում էին այստեղ Տրամփը եւ Պուտինը, Տրամփը իրեն հավասար չի զգում Պուտինի հետ։ Տեսեք, Պուտինն էլ Զելենսկին էլ աշխատում են Տրամփի համար։ Այսինքն Տրամփը հասավ նրան, որ հիմա երկուսն էլ ուզում են դուր գալ, որ երկուսին էլ չասի քեզ կպատժեմ կամ քեզ կպատժեմ։ Մի բան ակնհայտ է, երբ Պուտինը տեսավ, որ Եվրոպան եւ ԱՄՆ-ն կարծես փորձում են նորից հարաբերությունները նորմալիզացնել, ԱՄՆ-ը ստորագրեց Ուկրաինայի հետ հազվագյուտ մետաղների համաձայնագիրը եւ կարծես Զելենսկու եւ Տրամփի հարաբերությունները սկսեցին նորմալանալ այդ վեճից հետո 130, եթե չեմ սխալվում, Հայմերս տեսակի հրթիռներ մատակարարելու մասին որոշում այո 50 միլիոն դոլարի օգնություն, բայց դա դեռ սկիզբն է։ Նոր եվրոպական պատժամիջոցների մասին խոսքը այս համատեքստում։ Եվ Պուտինը այսպես մանավանդ այնտեղ Տրամփը, ինչպես եւ մենք ասում ենք, նշեց, որ երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակը դա ի շնորհիվ ԱՄՆ Միացյալ Նահանգների է, սա իհարկե լուրջ հարված էր Պուտինի հեղինակությանը։ Հիմա Պուտինը ամեն ինչ պիտի անի նախ որ Տրամփը դուրս չգա բանակցությունից, որտեվ իրեն պետք է անդադ ձգել ժամանակը։ Եթե Տրամփը դուրս է գալիս, շարունակում է զինել Ուկրաինային, ռազմաճակատում իրավիճակը այնպեսին չէ, որ Ռուսաստանը
Ռուսաստանը այդպես լուրջ առաջ է գնում եւ Ուկրաինան պարտվում է։ Հակառակը, եթե Ուկրաինային նորմալ զինեն օդնել փակեն, հակառակ process-ը կգնա։ Պատերազմը պետք է տեղափոխել Ռուսաստանի տարածք։ Ռուսաստանի բնակչությունը պիտի հասկանա, որ իր երկրում պատերազմ է։ Իդեպ Պուտինը երեք առաջին անգամ օգտագործեց պատերազմ բառը, ինչը քրեականացված է Ռուսաստանում։ Երկրորդ Էրդողանին էլի տվեց միջնորդի դեր, ինչքան էլ չէր ցանկանում։ Այո, Սաուդյան Արաբիայի ուղղությամբ էր մտածում, երբ նա տեսավ, որ Զելենսկին Էրդողանի հետ սկսել աշխատել, Էրդողանն էլ խոսում է Եվրոպայի անվտանգությունը պահելու մասին, ինքը արդեն նորից եկավ Էրդողանի դուռը եւ իմ կարծիքով Ալիևի չգնալը հենց նրա հետևանք էր, որ այսպես կուլիսներում բոլորն էլ հասկանում են, որ Պուտինը ուժեղ չի, մյուս կողմից Սին է այսպես ձեռքի տակ վերցրել Պուտինին, ասում է ոչ մի տեղ էլ չես կարող գնալ, ինչ ԱՄՆ-ի հետ պայմանավորվես դու իմ կոլոնիաներից մեկն ես, իդեպ Սիբիրը մեզ է պատկանում, ես դրա մասին խոսել եմ գաղտնի քարտեզների, որ Չինաստանի վերնախավում մի տեսակետ կար եւ դա իրենք արտահայտեցին։ Ղրիմի օպերացիան ցույց տվեց Չինաստանի, որ իրենք կարող են վերադարձնել իրենց պատմական հողերը, որը ամբողջ Սիբիրն է, հեռավոր արևելքը։ Այսինքն Պուտինը մի կողմից ունի Չինաստան, որը ժպտում է, բայց կլանում է իրեն եւ տնտեսապես եւ տարածքային, մյուս կողմից ունի ԱՄՆ, որը չի կարող հանձնել Ուկրաինային, Տրամպը ինչքան էլ սիրի Պուտինին, նա չի ուզում հեղինակազրկվել, իսկ մենք գիտենք, որ ամենացածր ռեյտինգն է 100 օր հետո Տրամպի ռեյտինգը։ Մյուս կողմից արդեն կոնգրեսում կա 72 սենատորի ստորագրություն սանկցիաներ դնել Ռուսաստանի վրա եւ զենք եւ Ուկրաինային զենք մատակարարել։ Մյուս կողմից Եվրոպան իր դիրքորոշումը արտահայտեց հատկապես մերձին դրվելը, որ մենք Ուկրաինային միայնակ չենք թողի։ Եվ Ռուսաստանն էլ չի կարողանում արդեն որի-որ ամիսն լուրջ հաջողություն ունենալ։ Այս բոլոր պատճառները բերեցին նրան, որ Պուտինը հիմա էլի խոսում է բանակցություններից եւ էլի ուզում է Էրդողանին ներքաշել այս ամեն ինչի մեջ։ Դրա համար վտանգը մեզ համար այն է, որ հանկարծ Ալիևը դրա դիմաց որևէ բան չպահանջի, օրինակ 9-րդ կետի կատարումը, ինչը Ռուսաստանին է ձեռնտու։ Այստեղ Թուրքիայի դերը կարևոր է։ Թուրքիան կարող է զսպել Ալիևին, Արևմուտքը կարող է զսպել Ալիևին։ Մեր խնդիրն է աշխատել Արևմուտքի հետ, հատկապես Ֆրանսիայի, որը լիդերի դեր է վերցրել Եվրոպայի, որպեսզի նրանք ազդեն Էրդողանի վրա եւ Էրդողանը չբացի Ալիևի ձեռքերը այստեղ։ Իդեպ Թուրքիայի պաշտպանության նախարարը լուրեր տարածվեց, որ Էրդողանի հետ կառավարության նիստից անմիջապես հետո շտապել է Բաքու եւ նոր խմորումներ է կարծես այդ ուղղությամբ գնում։ Ներքաղաքական հարցերին էլի անդրադարձ կա։ Խորհրդարանում թեժ է, խորհրդարանում հերթական լսումներն էին, հերթական նիստերն էին, նիստերի ժամանակ էլի գողփիսո, էլի քաչալշուն, էլի փչացածը դու ես, այս դրամաբանության մեջ։ Ածի պատվալ։ Հա, իդեպ այդ ձեր թույլտվությամբ այդ կտորը դնեմ, լսենք միասին ու սրա շուրջ մի քիչ քննարկում ծավալենք։ Նիկոլ Փաշինյանը օրինակ խոսում է ԱԱԾ-ի պատվալներից, սպառնում է, որ կտանի ԱԱԾ-ի պատվալներ։ Դուք ընդհանրապես ինչ եք ասած, ձեր մասին գրում եք, որ դուք օտարերկրյա շպիոններ եք։ Ինչ գործ ունեք, դուք ես դահլիճում ընդհանրապես նստած։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիկ պետք է տանեմ լսեմ ԱԱԾ-ի պատվալը, որ մամուլի Լեցերներ եք։ Առաջինը դու պետք է գնաս ու դու կգնաս։ Հերիքա մամուլի բան անես։ Մամուլը ձեր մասին ինչա գրում։ Ինչա գրում ձեր մասին մամուլը։ Գրում է, որ օտարերկրյա գործակալ եք, 5-րդ տանիվ եք, ազդեցության գործակալ եք, մամուլը։ Մամուլի գրածների նստեք տեղները ձեններդ կտրեք, ներվերս էլ չուտեք։ Ասի, ֆերենգի տեղը տասի, ներվերս չուտեք։ Փաշինյանը բարկացել է։ Մուրադը կատաղել է։ Ինչ է կատարվում, լավ։ Այս սրա մասին, օրինակ, այսպիսի ելույթ ես մեծ սիրով կունենայի ազգային ժողովում, որպես քաղաքագետ։ Դու որպես քաղաքագետ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, միջին վիճակագրական հայ, մարտով 2018-ին Փաշինյանի տրված խոստումներին հավատացել է, մարտով ռոբասերժական համակարգը համարել է Հայաստանի Հանրապետության դեմ գործող եւ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթած շրջանակ։ Բա ես կխոսեի, ինչի կխոսեի, որտեվ ես միայն կարող եմ խոսել, իմ ձեռքի տակ չի ԱԱԾ-ն, իմ ձեռքի տակ չի խորհրդարանը, ես չեմ երկիրը կառավարում, ես կարող եմ խոսել։ Որ օր գամ իշխանության, սիրելի հայրենակիցներ, այդ խոսալուց հետո վստահեցնում եմ ձեզ 15 րոպե հետո այդ ԱԱԾ-ի պատվալները կլցվեն։
ու գեշ կլցվի։ Շատ բիրտ մեթոդներով կլցվեն։ Հիմա Փաշինյանը ինչ է ասում, լավ, ինչ հացի պատվալներից է խոսում, կամ որ ասում է ձեր մասին ասում են դուք 5-րդ անիվ եք, 5-րդ անիվ չի, 5-րդ չարասյունն է, ոնց որ մենք այդտենց ենք ասում, անիվ չենք ասում։ Մամուլն էլ էլի այդ տրամաբանության մեջ է իր հայտ բաներում հրապարակումներում հանդես գալիս, օտարերկրյա գործակալ են, բա ինչ են, ասենք օտարերկրյա գործակալ չլինեն խայտառակություն է, էլի, ասենք Հայաստանի Հանրապետության քանի պաշտպանության նախարար կա Լիլիթ, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է նաև։ Ես գոնե երկուսը գիտեմ։ Դրանցից մի քանիսն էլ ծավալել են Մոսկվաներում, չէ՞։ Միքայել Հարությունյան մարտի 1-ի գործով Այն որ Քոչարյանը գցել է գրպանը ճանապարհել է Մոսկվա այդ պաշտպանության նախարարի մասին։ Այն փոխնախարար Արշակ Կարապետյանն էլ է։ Թե նախարար եղել է, չէ՞, Արշակ։ Այնտեղ Քուրկիկ Ջալալին հեծնել եւ սպառնում է որ Բիոլաբորատորիա իրավիճակ փոխի։ Բա հատուկ ծառայություն կամ օտարերկրյա գործակալ էլ ոնց անում երկրի պաշտպանության նախարարը միաժամանակ նաեւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, բա գործակալ են, բա ինչ են։ Դե այնպես չի որ Փաշինյանը կամ մամուլը սխալ է որ հղում է անում մամուլին։ Մամուլը սխալ է այդ հրապարակումներն անում կամ ինքը չգիտի։ Կամ որ սպառնում է, իզուր չի որ սպառնում է, այն մարդամեկին էլ ասում են, այ դու կգնաս ԱԶ-ի բան, մարտի 1-ին շտաբի պետն էր, եթե չեմ սխալվում։ Այո, դե գործով ինքը ներգրավված է։ Իդեպ շատ ճիշտ է համաձայն եմ, որ սա կարող է խոսել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը սրա մասին։ Հաճախ ասում են Փաշինյանը դեռ ընդդիմադիրի ամպլուայի մեջ է։ Մեկ շատ բան է, օրինակ Գյումրիում կհիշես, եթե չեմ սխալվում, հենց Քարոզարշավից մի քանի օր առաջ գնաց Ռոբիկը, Սերժիկը, Միշիկը, Թալանը 300 միլիոնը կրիմինալը, չգիտեմ ինչ ելույթ ունեցավ։ Անկեղծ եմ ասում, ես այդ ելույթը լսում էի, բավականին ուշ ժամ էր, քունն էլ գլուխս էր, ասում եմ կա առավոտյան ժամը 11-ին Նիկոլ Փաշինյանը հրավիրի կառավարության շենքի առաջ պահանջելու գործող վարչապետի եւ կառավարության հրաժարական։ Այդպիսի տպավորությունների մոտ ստեղծվել։ Կամ բակել դատարանների մտքերը։ Իդեպ Գյումրի քաղաքապետը, ինչպես մենք անխատեսել ենք, շատ լոյալ է իրեն դրսևորում, դրա համար նրա հանդեպ չկա դեռ որևէ լուրջ գործողություն։ Ինչ է ուզում Փաշինյանը սրանում։ Փաշինյանը ուզում է նորից ցավալիորեն վերակենդանացնել սև-սպիտակ խաղը, ընտրությունները մոտենում են, էլի, բայց կարծես Քոչարյանն է ավելի է ստացում, դրա համար Սերժ Սարգսյանը նեղսրտել է, թե նկատում ես իրենց մեջ արդեն գզվրտոցը ուժեղանում է, շատ հաճախ ասում են իրենք նույնն են, նույն, մենք գիտենք որ նույնն են, արժեքներով նույնն են։ Այո, ասենց որ գործերը պիտի բացվի իմանանք ինչ են արելու մեն սպանել, նույնն են, իհարկե 27-ին ինչ է տեղի ունեցել Սերժ Սարգսյանը ուր էր, ոնց էր իմացել եւ չէր ներկայացել ազգային ժողով, այդ հարցերում նույնն է, բայց երբ որ գայս է ժամանակը որոշելու թե ումն է իշխանությունը, այ ըմբասմա թող ու փախի, թե իրենց մեջ ինչ կարող է տեղ ունենալ։ Այո, impeachment-ի գործընթացը է սկսել։ Դե Քոչարյանը համաձայն չի։ Իդեպ ես մի տեսակետ ունեմ, ինչու է Սերժ Սարգսյանը սկսել այս գործընթացը, դա իմ տեսակետն է սկսել։ Այո, պատիվ ունեմ է սկսել։ Նրանք ուզում են, Մարգարիտ Եսյանը կարծեմ դա ակնարկեց, հիմա հիմիկվա հետ կապված Քոչարյանի անուն են տեղ գրել։ Նոպես վարչապետի թեկնածու։ Օրինակ, Որ Քոչարյանի, Որթի Քոչարյանի, մեկ անուն բաննակապչունի մեզ համար ռեգենտի կարող է, եւ նա չհավաքի ձայն, այսինքն պատկերացնում եք, թե ինչ խայտարակություն կլինի, դե պատիվ ունեմը եւ Հայաստան դաշինքը ինչքան էլ միանան, իրենց ձայները հերիք չեն, այսինքն սա ի սկզբանե նախաձեռնություն է, որը հաջողության չի կարող հասնել, բայց Սերժ Սարգսյանը ուզում է այդտեղ էլ մի հատ Քոչարյանին փչացնի, կներեք, ցույց տա, որ Հայաստանի երկրորդ նախագահը կամ իր որդին չեն հավաքել ձայներ, այսինքն այս նախաձեռնության իմաստը, որ sense նայում ես, չկա։ Իդեպ իրենք 12-13 թվականից են էս եւ ես որպես այսպես քաջատեղյական ասեմ գզվրտոցը կատարում, ինչու, որովհետեւ Քոչարյանը ուզում էր հետ վերադառնալ, հիշում ես, Մեդվեդև հայտնի ռակերով։ Այո, այդ Օսկանյան, Ծառուկյան դաշնակցություն, այդ ամեն ինչը հիշում ես Օրո էր ինչ էր մի հատ։ Օրոն 17-ին էր սա, դաշնակցությունն էր Ռաֆի Հովհաննիսյանը, Ծառուկյանը եւ
Հակոբյանն է, այդ այլընտրանքային նախաձեռնությունը այդպեսի բան կար։ Հետո հիշում ես, կարծեմ մի գիշերում, կարծեմ չէ, Սերժ Սարգսյանը փոխեց որոշումը, չգնաց ասոցիացում։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ էր այնտեղ, ասում էր Սեպտեմբեր 3-ին։ ասում էր ԵՏՄ-ն ա մեր ճանապարհը, դա Ռուսաստանից ուզում էին ճնշեին, որ Սերժ Սարգսյանը Քոչարյանին տա իշխանությունը ու չգնա ասոցիացումը չկատարի, բայց Սերժ Սարգսյանը իշխանության մնալու համար ստորագրեց ԵՏՄ-ն Քոչարյանին էլ ասին դե լավ, էլ դու պետք չես ոնց որ միշտ անում է Վլադիմիր Պուտինը։ Այսինքն իրենց խնդիրները եւ Ռոբերտ Քոչյանը իր նամակում, որը շարմազանվում է կարդաց Փաշինյանի հեղափոխության օրերին, գրում է, որ ուզում էր գար երրորդ ժամկետին վարչապետ դառնալու, այսինքն ակնհայտ է, չէ՞, սա հո թատրոն չի, իրենք դեռ 10 տարի առաջ են իրար կծմծում, որ այ դու ուզում ես հետ գալ, այնա ես կգամ, սա է թեման։ Հիմա քո կարծիքը ո՞րն է Փաշինյանի այս գործողությունը։ Այն որ Փաշինյանին ձեռնտու է այս ընդդիմությունը եւ հերթական անգամ դաշտը քաղաքական բևեռացնելու փորձ է կատարում, դա ակնհայտ է։ Հակառակ պարագայում եղբայր հերիք է էլի։ Անկեղծ հերիք է։ Ինչ օտարերկրագործակալ, ինչ, ասենք, գիտեք, լցրեք պատվալները, լցրեք բրծնենք։ Լցրեք այս ժողովրդի հոգին հանգստանա։ Մի հատ էլ բան կար, այդ ելույթի ժամանակ ասում եմ ես գնում եմ գյուղերը։ Շատ հետաքրքիր պահ է, էլի, ասում գնում եմ գյուղերն, ասում եմ ասֆալտը, բորջուրը, թազա մանկապարտեզը, դպրոցը, մի խոսքով այսքան բան եմ անում ձեր համար, ժողովուրդն ասում է եղբայր հələ մի վարքյան, սու, սպասի։ Այդ Ռոբերտ Քոչարյանին երբ ես ձերբակալելու։ Այդ Սերժ Սարգսյանը երբ է նստելու։ Դրանք երբ են իրանց պատիժը ստան, այսինքն հարային պահանջը որ կա, ես որ պնդում եմ որ կա այդ պահանջը, ակնհայտ է, ինչի չի նստում Քոչարյանը եւ Սարգսյանը, որովհետեւ գիտեք կոռուպցիայի մասին էին հարց տվել իրականում Փաշինյանին, դրա համար էր այս մարդը բորբոքվել, ասում էր այ կոռուպցիայից ով խոսի, դուք պետք է չխոսեք, ճիշտ է ասում, անկեղծ ճիշտ է ասում, էլի ասենք ով խոսի կոռուպցիայից, Սեյրան Օհանյանն ով է որ կոռուպցիայից խոսի։ Այն դաշնակցականներն ովքեր են որ կոռուպցիայից խոսեն, ամբողջ կրթական ոլորտը կրթական համակարգը տարիներ շարունակ մեկը կա անտուն երեխաների մեկն էլ կար համակարգներ վաճառել, չգիտեմ, այդ երեխեքի փողերներ կերել։ Հա կոռուպցիայից սրանք իրավունք չունեն խոսալու։ Ապօրինի թմրաշրջանառությունից էլ չունեն իրավունք խոսելու, որտեղ ոնց որ Փաշինյանն ասում, ձեր պալատկեքում մարդիկ պերեդոզ են լինում։ Մեծ հաշվով, այս մարդիկ խոսելու տեղ ընդհանրապես չունեն, բայց խոսում են։ Փաշինյանն ինչ անում, ասում է եկեք բանավիճենք։ Ես քեզ ասեմ ավելին, մտավախություն ունեմ, որ ընտրություններից առաջ այս երեքը Տեր-Պետրոսյան, Քոչարյան, Սարգսյան լավ էլ գնալու են Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու։ Քաղաքական դաշտես 4-ի մեջ կիսելու համար։ Կարող է այնտեղ Տեր-Պետրոսյանը չգնա բանավիճի, բայց այն երկուսը կգնան, որովհետև իրենց քաղաքական կշիռ հաղորդողը Փաշինյանն է։ Այո։ Հեքիաթ չպատմեք, որ Հայաստանի Հանրապետության 100,000-ավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոցներում, խորոված էին անում, քեֆ ուրախություն էր տիրում, մի համերաշխության մթնոլորտ էր տիրում Սերժի հրաժարականի ժամանակ, հիմա այդ նույն քաղաքացիները բանա, Սերժին ուզում են հետ բերել իշխանության կամ գոնե թե ընդդիմություն կարգել։ Հեքիաթ է դա։ Չպատմեք այդ հեքիաթը։ Դրսից ուզում են կարգել։ Դրսից հա ուզում են, հասկանում ենք դրսից որ ուզում են։ Ուրեմն այս խաղը դրսից է ղեկավարվում, սա ոչ մի կապ չունի։ Բա նորից գանք մայիսի 9-ին ինչ գործ ունի այս մարդը այդ դրսի մայիսի 9-ի միջոցառմանը մասնակցի։ Այդ հիբրիդային պատերազմից ազգային ժողովի նախագահը կանգնում խոսում է, Ալեն Սիմոնյանն ասում է Ռուսաստանը շատ կոնկրետ։ Ասում է Ռուսաստանը մեր հյուսիսային գործընկերը բարեկամը մեր դեմ հիբրիդային պատերազմ է։ Բա ես ասեցի այսի Պուտինին հարցրա դու ես իմ դեմ գնում ես գոնե խոսա, պետք չի թաքնվել, անդրամադիրման գա։ Ով թողեց այդ մարդուն խոսա, ինչ խոսալու մասին է խոսքը։ Գնացել Լուկաշենկոյի կողքը նստել էր։ Իսկ իր համար ըստ քեզ չնայած մենք իր մասին չենք խոսում, վտանգավոր չի էս ընդդիմությունը, թե միշտ հարմար է, իսկ թվում է պահկա որ շատ վտանգավոր է լինելու, չես կարող ասել Հայաստանում ինչ իրավիճակ կստեղծվի, որ Փաշինյանին թվում է որ ընդդիմությունը միշտ ընդդիմության տեղում իրան լավ է զգալու, իսկ եթե լինեն զարգացումներ, պատերազմ հրահրվի Հայաստանի դեմ, սոցիալական իրավիճակը լարեն, նույն հիբրիդ պատերազմներով, գույք պարտքի դիմաց աշխատացնեն, լույսը անջատվի, ատոմակայուն չաշխատի, ես մարդիկ իր կարծիք
կարծիքով Այ դա չգիտեմ։ մնալու են Այ որ մենք ընդդիմություն։ ասում ենք, որ Փաշինյանին այս տրամաբանությամբ քաղաքականությունը կառուցելու պարագայում Փաշինյանին սպառնում է կոնսենսուս -1-ը եւ Փաշինյանը շատ հանգիստ կարող է հայտնվի ընդդիմադիրի դերում, Լրիվ։ սրա համար ենք ասում։ Հիմա եթե իրաց ձեռատալի Քոչարյանի քաղաքական սկիլետի հետ կռվել, հավելյալ կշիռ հաղորդել, բերել նորից նստեցնել խորհրդարանում, երևի թե ձեռատալի Լիլիթ։ Երևի թե ձեռատալի։ Այս համատեքստում, որ այս բորբոքված ելույթը բան լսեցի, ես մի բան եմ ասում ու հանրային քննարկումների դաշտ եմ դանել ու անընդհատ սա թմբկահարելու եմ մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիս։ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը պիկի վրա չի բնավ։ Գնալով իջնում է։ Եթե չեն հավատում, Փաշինյանը թող գլխարկը փոխի մեկ այլ գլխարկ վերցնի, կերպարանափոխվի դուրս գա մտնի մարդկանց մեջ։ 3 ամիս առաջ ISW-ն ամերիկյան հետազոտական կազմակերպությունը 10-ից 12% էր գրել, դա մենք չենք ասում։ Հիմա այս պատկերն ունենալով իրեն բարի խորհուրդ եմ տալի, անվճար, ընդհանրապես, ոչ Եվրոպանայից փող տալի, Փառք Աստծո, ոչ Ռուսաստանն առավել եւս տալի, Կոպերկինի հիմնարկն էլ այստեղ չի տալի, Փաշինյանն էլ չի տալի, ոչ մեկ էլի, ազնիվ Հայաստանի Հանրապետության իբրև քաղաքացի խորհուրդ եմ տալիս նրան գնալ սեփական թիմը մաքրելու ճանապարհով։ Թիմ ստեղծելու ես կասեի ճանապարհ։ Այդ մաքրելուց հետո կստեղծի, չի ստեղծի, դա չգիտեմ, դե պիտի ստեղծի, որ 26-ին գնա, բայց որ սեփական թիմը պետքա մաքրի եւ ժամկետն էլ իզուր չեմ նշում սեպտեմբեր-հոկտեմբեր ամսից սկսել մեկնարկել այդ գործընթացը, որովհետև ընտրություններից կես տարի առաջ չի կարող խորհրդարան ցրվել, ընտրություններից կես տարի առաջ չի կարող վարչապետին անվստահություն հայտնել, այսինքն սեփական թիմից ընդդեմ իրեն սաբոտաժ ուղղակի չի կարող ստացվել, իրականացվել։ Այդ ամիսներին մեկնարկի գործընթաց այդ կոռուպցիոներներ կան է, նես չի որ չկան։ Այս թիմը Քոչարյանական թեւը որ կոռուպցիայից խոսում է, նրանք տեղ չունեն խոսելու, այդ դրանում քննարկելու արժի ոտքերից բռնես հակառակ գլխի վրա թափտաս կոռուպցիոն այնքան գործ կթափի, որ էլ ասելու չի դրանց վերից։ Դրա մասին չի խոսքը, բայց որ քաղաքացիական պայմանագրում կան մարդիկ, այս իշխանության մեջ կան շրջանակներ եւ պաշտոնյաներ, որ թաթախված են կոռուպցիայի մեջ կամ գոնե թե ռիսկերը կա։ Ակնհայտ է։ Իրենք էլ գիտեն, իրենց ներսն էլ այդ քննարկումները եղել, լինում, բարբերաբար լինում, ինքնակննադատության, չգիտեմ ինչ օրեր հայտարարվում այդ համատեքստում նույն դասարանում են մնում, բան։ Սս բաներ իրենց մեջ էլ կա, բայց այս ուղղությամբ պետք է աշխատանք տանի։ Բարի խորհուրդ, սկսել սեփական թիմից, հաջորդ ընտրություններին տեսնենք ով ինչքան ձայն կստանա, իսկ իմ կարծիքով այս իշխանությունը հնարավորություն չի ունենալու միանձնյա։ Այո, կոալիցիա է։ Որքան էլ որ Ալեն Սիմոնյանը փորձում է այսպես ինքնավստահ դիրքերից հայտարարել, որ 50+1 ունեն, ես իրենց սիրած խաղի լեզվով կասեմ, ես ասում եմ քուանշ չեմ հավատում, իրենք բլոտ շատ են սիրում խաղալ։ Քուանշ չի լինելու։ Բացառվում է։ Որևէ այլ ուժի հետ կոալիցիոն կառավարություն դեմ չեմ գուցե։ Այդտեղ Քոչարյանին դատելու հարցը այդ մարդիկ կբերեն առաջ։ Դատողեիք 7 տարի դատեիք։ Չեք դատել, կգա դատողը ու գալու է։ Ես էսի միշտ ասում եմ, գալու է օր, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանության գան մարդիկ, որ սրանց ականջներից թղթով բռնած շապրտեն ԱԱԾ-ի պատվալը։ Գալու է այդ օրը։ Այդ պատոկի տակ, այդ ալիքի տակ կարող են նաև հանցավոր անգործություն ցուցաբերածներն էլ հայտնվել։ Հետո մենք օրենքի տեսանկյունից ենք խոսում, ոչ մեկ չի ասում ինչպես Քոչարյաններ անում, պատվալներում կամ դալաններում, հա։ Օրենքի բոլոր հոդվածները Եվ ի վերջո դա մի հատ շատ կարևոր հիմք կա դրա համար, որ պիտի արվի, այս երկրում հանրային համերաշխություն պիտի հաստատվի։ Իրականում հանրային համերաշխություն, այդ ատելության գեներացիան բոլոր կողմերից մի օր պայթելու է բոլորիս գլխին։ Իսկ դրա համար պետք է հանրային համերաշխություն հաստատել։ Հանրային համերաշխություն ի՞նչ է նշանակում։ Բնավ չի նշանակում գնալ եւ այդ կոռուպցիոներների, հանցագործների ձեռքը սեղմել ու նրանց հետ կոմպրոմիսի գալ։ Թալանված $1 միլիոն դոլարի $600,000
բարի կամքի դրսևորում իբրև ընդունել, հաշտության համաձայնագիր դատախազության միջոցով ստորագրել ու ասել գնա վայելի, թալանածը։ Դատախազը գալի կարդում է, ինչ գույք ունի, բայց այդ կարդալը 20 տարի առաջ կարդացել էին բոլորը, նոր եք կարդում։ Ինչ գույք ունի։ Հիմա Բայց ամոթ չի եկել սկսել այս են կարդում քննարկել ես։ հոկտեմբերի 27-ի գործը, որ պետքա Նենց բան, որ մի 30 ղեկավարն տարի է կտևի։ Տես, մարտի 1-ի գործը, չէ, որպես ով էլ նայի ամենացածր որակի իրավաբանը, կտեսնի, որ այդ գործը չի կարող տեղ հասնել, այդտեղ սահմանադրական կապված խնդիրներ կան, հակասահմանադրական կարող են ճանաչվել այդ հոդվածները։ Հեշտ ճանապարհը թողած, հոկտեմբերի 27 վերաբացենք 50 տարի կքննենք, մարտի 1 30 տարի կփոխեն գործը, նոր ի հայտ եկած հանգամանքներ։ Հենց հիմա գործ կա, առաջինը սեփական երկրի գույքը կոպեկներով, առանց մրցույթի, առանց գնահատելու վաճառել է օտարերկրյա երկիր։ Մրցույթներ է կազմակերպել իր որդու, բոլորը գիտեն, կազմակերպությանը հաղթող են ճանաչել, անորակ պլիտկեքը կներես արտահայտության համար, բորջուրները հասկացա։ Շինարարական է Այդ ամեն։ մարդը ծակսը վիտերով էր, չէ՞, եկել լսել ենք։ Հարությունն այդպես ասում։ Պապուժարը։ Նկարներն էլ այդպեսին է, Հայաստանի Հանրապետության արի ավելի հեռու գնանք։ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը դարձրել է զուգարանի թուղթ, լինելով Լեռնային Ղարաբաղի քաղաքացի, չունենալով Հայաստանում քաղաքացիություն, եկել իշխանությունը զավթելու վերցրել։ Մեղրին Խուրդայա դարձրել Ղարաբաղի դիմաց, Հեյդարի հետ պալատքի տակ սադարակում, ապրիլի 4, ապրիլի 12, մարտի 1, հոկտեմբերի 27, քաղաքական սպանություններ, սարսափելի հարստություն, Իդեպ, ապրիլի 12-ի մասին շատերը մոռացել են։ Գոյություններ վստահության հանրաքվեի վերաբերյալ որոշում։ Սահմանադրական դատարանը պետք է կատարեր, պարոն Գայիկ Հարությունյանն էլ պիտի մի հատ կանչեն։ 2003 թվականի նախագահ ընտրություններից հետո այնքան էին կեղծել ընտրությունները, որ ընդդիմությունը Արտահայտություն դաշինքը դիմեց սահմանադրական դատարան, եւ Գայիկ Հարությունյանը այնքան փաստերը շատ էին, չկարողացավ ասել, որ կեղծված չի ընտրությունները եւ պահանջեց Հայաստանից անցկացնել վստահության հանրաքվեի գործընթաց, այսինքն հանրաքվե պիտի դնեին, Քոչարյանին վստահում են, թե ոչ։ Այդ հանրաքվեն չեն դրել։ Դե եկեք դրանից սկսենք, մարդը սահմանադրությունը խախտել։ Ուրա Գագիկ Հարությունյանը կամ որ ասում է ես այս գույքը քրտինքով եմ աշխատել։ Բերում ես իր աշխատավարձը, ասում ես ոնց կարող էիր դու 1000 տարի պիտի աշխատեիր, որ այս գույքը ունենա։ Չի կարողանում ապացուցել ապօրինի գույքի վերաբերյալ Վարդետիկի հանձնաժողովի դրական եզրակացություն տվեց։ Վերցնում ես, ավարտվում է։ Չէ՞ կամաչուն այդ մեդալները կախած գալիս պիտի էս ունես, այն ունես, դու քո ընդդիմության լիդեր չեք, պետք է ավարտել ես ամեն ինչը, հակառակ բարագայ մենք պետություն կկորցնենք։ Մի կարևոր նախադասություն ասեմ, սա շատ հաճախ ասում են, Քոչյանը չի կարա գա, ժողովուրդը չի թողի։ Պուտինը չի ուզում Քոչարյանին հետ բերի։ Պուտինի համար Քոչարյանը միջոց է Հայաստանը ապակայունացնելու նպատակով։ Հայաստանը փոքր երկիր, եթե 20000 մարդ մեկ ամիս փողոցում լինի, այս երկիրը ներսից կպայթի գումարած սոցիալական խնդիրները։ Քոչարյանի հետ գալու մասին մի վախեցեք, վախեցեք, որ երկիրը կմասնատեն մի քանի մասի, Ալիևն էլ կօգտվի, այնպես որ գործելու ժամանակ։ Չէ, գլուխները պատով կտան, թե Քոչարյանին իշխանության կբերեն։ Դա հեքիաթ է։ Այդ դա կարող է անել Հայաստանի Հանրապետության քաղաքացին ազատ արդար թափանցիկ ընտրությունների միջոցով, եթե քաղաքացին իր խելքը հացի հետաքրել, իսկ ես չեմ հավատում դրան, մեր հայրենակիցները իմաստություն ունեն, բացառվում եմ դա։ Այ որ նա գործիքը, այ որ նա պոտենցիալ գուբերնատորացույա, ծայրագավառապետ է, ապագա, հա, խի չէ որ, խի չէ, ինչի՞ չէ որ։ Մարդը որ ձեռքը չի դողացել գույք պարտքի դիմաց է ստորագրել, մարդ որ ձեռքը չի դողացել գնացել Սադարակում Ալիևի ձեռքն է սեղմել ու Մեղրին Ղարաբաղով փոխանակելու տարբերակը քննարկել։ Մարդ որ ասում է Հայաստանն ու հայերն են պատերազմ սկսել։ Խեղճալի է։ Հա, դե բա ինչ, պիտի օգտագործել։ Փաշինյանը մի հատ ասեց Ալիևը կիրթ է հարձակվել է վրա, կանգնում ասում է մենք ենք հարձակվել Ադրբեջանը։ Իդեպ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված Հեյդար Ալիևը ժամանակին, եթե չեմ սխալվում, մամուլում այդպիսի տեղեկություններ գոնե թե սփռվեց, որ
Heydar Aliyevից երաշխավորագիր է ստացել կոմկուսանտ։ Այո, իր բնութագիրը Ճիշտ է դա։ ստացել, իր բնութագիր, դա Տոֆիկ Զուլֆիգարովն է պատմում, որ Ալիևը այնպես խորամանկ քաղաքականություն էր, որ Քոչարյանը դուրս մղեց Ղարաբաղը բանակցային գործընթացից, ասելով դե նա դու Ղարաբաղցի ես, ինքդ էլ վարի բանակցությունը, իսկ քանի որ պոլիտեխնիկը հերակա ավարտելով բանակցություններ վարելը դժվար է, ամենայն հարգանքով խոսքը մասնագիտության մասին է նաև, նա դուրս մղեց Ղարաբաղը եւ ավարտվեց դրանով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը որպես ինքնորոշման իրավունք, բայց այն որ նա խարակտերիստիկա բնութագիր է տվել, այո, դա ճիշտ է։ Heydar Aliyevը Heydar Քոչարյանը։ Aliyevը եւ դրա մասին Ադրբեջանի արտգործնախարարն է պատմում Տոֆիկը Զուլֆիգարով։ Այ քեզ Եթե սուտ լիներ կհերքեր Այ Քոչարյանը։ քեզ օր ջոջություն Լավ եւ խարակտերիստիկա է խայտարակություն տվել։ էլի։ Դրական։ Այո, ազգային ժողովում լսումները շարունակվում են, ազգային ժողովի քննարկումները եւ նիստերը շարունակվում են։ Չորեքշաբթի օրը կարծում եմ էլի թեժ կլինի, էլի Փաշինյանը։ Քանի ընտրությունները մոտենան միշտ Հա, թեժ է միշտ թեժ է լինելու կգա։ Էս սա պետքա բացատրել ժողովրդին։ Սա պետքա ու պետքա գիտես ոնց բացատրել եւ այս փուլից սկսած հայրենակիցների հետ հենց այդ դրամաբանության մեջ քննարկումները տանել, որ հիասթափվել չի կարելի ամեն դեպքում։ Ես կարող եմ հիասթափվել Նիկոլ Փաշինյանից, Քոչարյանականները կարող են հիասթափվել Քոչարյանից եւ թող հիասթափվեն։ Սա կարա լինի, բայց քո երկրից դու չես կարող հիասթափվել։ Ու այդ հիասթափությունը հանգեցնում է ընտրությունների ցածր մասնակցության։ Այս փուլից սկսած պետքա բացատրել, որ քաղաքական դաշտում ինչ կոնֆիգուրացիա եւ դասավորվածություն կա, ու սրա դեմ ոչ թե պետքա ուղակի ինադ անել եւ ընտրությունների չգնալ, այլ ընդհակառակը պետքա ընտրությունների գնալ ու այս շրջանակին հավաքական առումով իր տեղը ցույց տա։ Բայց այլընտրանքի հարցն է այստեղ, Այլընտրանքի հարցը կարծում եմ խմորումներ կլինեն։ Ես կարծում եմ թե ես թե դու այդ հարցում պետքա նաեւ առաջամարտիկ լինենք։ Դե հիմա մենք ինչ ունենք վախենալու կամ թաքցնելու մեր հայրենակիցներից։ Ոչ մի բան։ Այդ հարցում կարծում եմ պետք է առաջամարտիկ լինել եւ այդ այլընտրանքի ստեղծման համար նպաստավոր դաշտ, նպաստավոր մթնոլորտ, կարող ուժերի համախմբման կոչ անենք, որպեսզի իրական այլընտրանք առաջարկենք։ Կուզեն չեն ուզի անուն առանուն կհրապարակենք, ով չուզեց, քիչ ուզեց եւ ինչն էր պատճառը, որ պետք է հասկանալ, որ հիմա տեղերի համար պայքարելու ժամանակը չի, ցուցակի վերջի համար։ Չէ։ Հիմա Սա Հայաստանի Հայաստանի Հանրապետությունը հարցն է, Ռուսաստանի Դաշնության ծայրագավառ չդարձնելու մասին է խոսակցությունը։ Ու այս խոսակցությունը մենք կբացենք ժամանակին։ Այս փուլի համար կարծում եմ պետք է հարցեր ուղղել։ Ես համոզված եմ, որ Փաշինյանն ունի դեռևս ժամանակ սխալները քիչ թե շատ ուղղելու։ Քիչ թե շատ։ Քոչարյանի մասով, Սերժի մասով այդքան դուխ ունենար կաներ, լավ sense ասեմ։ Այդքան կարողանար, այդքան իր խոսքը արժեք ունենար, կաներ։ 7 տարի չի արել, 17 տարի էլ իշխանություն 10 մարդուն չի անելու։ Չագուջը վկա։ Պետք է դատվեն Քոչարյանն ու Սերժը։ Պետք է դատվի ռոբասերժական այդ համակարգը ընդհանուր առմամբ։ Այդ քրյա օլիգարխիկ համակարգը, որ Հայաստանն այսօրին է հասցրել, կատարած հանցագործությունների պարագայում իսկ այդպիսիք կան եւ այդպիսիք ակնառու են, բազմաթիվ են։ Այո, պիտի պատժվեն։ Դրանից հետո պիտի հաստատվի հանրային համերաշխություն Հայաստանի Հանրապետությունում։ Միանշանակ միայն դրանից հետո կարող է հաստատվել Հայաստանի Հանրապետությունում հանրային համերաշխություն, երբ որ օրենքի գերակայություն լինի այս երկրում։ Օրենքի առաջ պետք է բոլորը պատասխան տան, նախկինին տրվի քաղաքական ու իրավական գնահատական, այդ գիծը քաշվի ու անցնենք առաջ։ Քաշողը այս իշխանությունն է, չեմ կարծում։ Այս իշխանության 50+1-ը Այն առողջ ուժը, որ կարողանա ապահովել, այդ ուժն էլ կդնի այս իշխանության առաջ, թե Քոչարյանի դատվելու հարցը, ԱԱՑ պատվալ էթալու, թե Սերժի դատվելու ու պատվալ գնալու հարցը, թե մնացածինը։ Ես կարծում եմ, հենց դրանից է, որ այս իշխանությունը վախում է ու չի ուզում, որ այդ երրորդ ուժը հայտնվի խորհրդարանում։
Չէ, դու այսքան ժամանակ լսել ես որևէ լուրջ հարցադրում ընդդիմության կողմից Ինչի ազգային ժողովուրդ։ դու լսել ես։ Ես արդեն չեմ էլ նայում, որովհետև գիտեմ չեմ էլ լսի։ Բավականին Այս ժողովուրդը չի նայում։ բավականին հետաքրիր է, այլ գողփիսո, այլ քաչալչուն։ Կարգին հաղորդման բոլորս քեզ Սա է ընդդիմությունը, որևէ լուրջ հարց, արտաքին քաղաքականության, ներքին, սոցիալական, տնտեսություն, ոչ մի բան չկա։ Ինչի մասին է խոսքը։ Մայիսի 9-ից առաջ մենք մեզ ճաղում ենք, կոտորում ենք, հորդորում ենք, խնդրում ենք, ասում ենք, եղբայր մի գնա։ Ադրբեջանական զորքը առնվազն քո դիմացով քայլելու։ Ընդդիմությունը լուր է, հեչ չէ, տեխնիկաց տեղը։ Նույնիսկ մենք ներողություն ենք Կապանի, խնդրում, կապան քաղաքից մի քանի 100 մետր են կողմ ադրբեջանական դուք դրոշից եք խոսում։ Այն դեպքում, երբ որ քո երկրի սահմանը այստեղ ավարտվում է, այնտեղ սկսում է Ադրբեջան ու դա նորմալ է, որ նրանք դրոշ կարող է տանկեն, բա Լեռնային Ղարաբաղում պատերազմի մասնակցած վետերաններով ադրբեջանցիների զորախումբը, որ պիտի քո երկրի վարչապետի դիմացով ասներ, դուք բան չունեիք ասելու։ Մի քիչ որ Նույնիսկ ես ասեցի, ես չգիտեի, ես սխալ էի, ձայն չկա։ Իհարկե չկա, իհարկե չկա։ Դա Ռուսաստանն է, ձայն չկա։ Վլադիմիր Վլադիմիրովիչը կամ Վլադիմիր Վլադիմիրովիչի տեղական ընդդիմությունը Կոպերկինի հիմնարկի հաճախորդները բարի բուն իմաստով մայիսի 9-ին այնտեղ բավականին թեժ է եղել է դրա մասին էլ գուցե առիթ լինի մի օր խոսենք այդ հիմնարկում բավականին թեժ էր տիրում էր բարձր տրամադրություն ալկոհոլը կար զակուսկին կար մարդիկ գնում էին եւ շնորհավորում էին Հազիվ ուտելու բան է։ Լավ, երևի թե փորձենք այսքանով սահմանափակվել այս շաբաթվա համար։ Պիտի խնդրենք, որպեսզի մեր հայրենակիցները տարածեն, կիսվեն եւ լայքեն մեր այս զրույցը, որպեսզի հնարավորինս շատ հայտնվի YouTube-ում առաջարկվող տեսանյութերի շարքում եւ մարդիկ կարողանան մեզ լսել, մարդիկ կարողանան թացը չորից մեր պատկերացմամբ տարբերել, մարդիկ էլ կարող լինեն, որ ընդհանրապես մեր այդ համակարծիք չլինեն, դա նորմալ է։ Այսօր համակարծիք չեն, մի քանի օր հետո գուցե համակարծիք լինեն։ Մենք մեր ոսմա ձեռքը կպայենք զարկիրակի վրա կարևոր իրադարձությունից կփորձենք խոսել, բայց ես դրական բան եմ տեսնում, ժողովուրդը շատ հաճախ մեզանից էլ լավ է վերլուծում ու հասկանում, ես զարմանում եմ Եթե նույնիսկ։ ոմանց թվում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին բան չի հասկանում, չարաչար սխալվում են։ Առանձին վերցրած գուցե այս հասարակությունն անկիրթ է, գուցե այս հասարակությունը շատ բան չի հասկանում անհատապես առանձին, բայց հավաքական առումով բավականին իմաստուն ժողովուրդ ենք եւ քրիտիկական պահերին գիտենք ինչպես արձագանքել։ Այո։ Շնորհակալ եմ լավ եթերի համար, մենք դեռ կհանդիպենք։